Գրաքննությունը եւ գրաքննիչների այսպես կոչված կարմիր թանակը մշտապես ուղեկցել է հայ գրականության ընթացքին, մանավանդ ռուսական կայսրությունում եւ Օսմանյան Թուրքիայում։ Գրաքննությունը ել ավելի խստացավ խորհրդահայ տարիներին, երբ իրեն աթեիստական հռչակած խորհրդային միությունը փորձում էր գրականությունից եւ ընդհանրապես ամենատարբեր հրապարակումներից զերծել, մաքրել հատկապես այն թեմաները, որոնք վերաբերում էին հոգեվորականության եւ ընդհանրապես հոգեվոր ոլորտին։ Ինչպես էր գրաքննվում հոգևոր գրականությունը, այս թեման այսօր զուգահեռ ընթերցումներում կքննարկենք գրականագետ Հայկ Համբարձումյանի հետ, ողջույն Հայկ։ Տես որքան էլ մենք այսօր դժգոհ ենք ցարական Ռուսաստանի գրաքննությունից կամ Օսմանյան Թուրքիայի շատ խիստ գրաքննությունից, որը մղել էր մեր տարբեր գրողների, այսպես այլ լեզու ընտրել երբեմն իրականության պատկերման համար, բայց մի բան կարող ենք փաստել, որ մեր միջնադարյան պատմագրությունը մեր միջնադարի հոգևոր գրականությունը, տաղերգությունը երբեք այնքան առատ չի հրատարակվել, ինչքան նույն ցարական Ռուսաստանի տարիներին, Օսմանյան Թուրքիայի տարիներին, որտեղ բազմաթիվ բնագրեր էին հրատարակվում եւ ընդհանրապես խնդիր չկար հոգևորի հետ, մենք ունենք այնտեղ բազմաթիվ վեպեր, որտեղ հոգևորականների կերպարներ կան, գիտեմ, բազմաթիվ բանաստեղծություններ եւ ընդհանրապես դա քննարկելի հարց չէր։ Խորհրդահայ իրականությունը եկավ նախ եւ առաջ այդ հենքի վրա։ Ըստ քեզ վտանգավոր էր երևույթը այդքան, որպեսզի արժանանար գրաքննության այդ մկրատներին։ Շատ նուրբ թեմա ենք իհարկե այսօր ընտրել եւ գրեթե այս առումով չուսումնասիրված, որովհետեւ այ դու ասացիր հոգեվոր գրականություն, բայց սա միայն հոգեվոր գրականություն կամ եկեղեցական գրականություն չէ, ծիսական արարողությունների ժամանակ կիրառվող գրականություն չէ, սա ընդհանուր գեղարվեստափիլիսոփայական մտքի մի մեծ համալիր է, որը ըստ էության իսկապես այս գրաքննվել է, կարող ենք ասել, բայց այստեղ միայն գրաքննության խնդիրը չի, այսինքն ցենզորը գրաքննիչ են մարդներ, որ ինչ որ մի նախատպագրական փուլում մկրատում էր այդ գիրքը, բայց նաև մինչ այդ ուրեմն կան այլ մարդիկ, որոնք ըստ էության գրաքննության են ենթարկել, այն ինչ որ կա միջնադարյան այդ գրականության մեզ ավանդված, բայց ոչ թե մկրատել են, այլ ներկայացրել են այլ լույսի ներքո։ Դա յուրօրինակ շեղելով ուշադրությունը, անտեսելով կարևոր ուղերձներից եւ գեղարվեստական առանձնահատկություններից, ծառայեցնելով այդ հասարակարգի աթեիստական, անաստվածական այդ հասարակարգի ուրեմն պահանջներին եւ գաղափարներին եւ ըստ էության շատ ավելի վատ բան են արել, քան ինչ որ կարող է գրաքննիչը անել։ Իհարկե այստեղ մեղադրանքներ ես չեմ ուզում ասել, այսպես որովհետեւ գիտենք ինչ ժամանակներ էր, ինչպես էր եւ այդուհանդերձ ինչ որ մի տեսանկյունից էլ այս արժեքները փրկվել էին, որովհետեւ ընդհանրապես կարող էին մոռացության մատնվեն, եթե չներկայացվեն, բայց մենք տեսնում ենք, որ այդուհանդերձ այս արժեքների շուրջ, այս գրականության շուրջ ձևավորվել է մի մեկնաբանական տեսանկյուն, ձևավորվել է որոշակի հայացք, որը իներցիայով շարունակվում է նաև այսօր։ Այսինքն մենք Սուրբ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը, Գրիգոր Տաթևացու մեր պատմիչների ստեղծագործությունները ընկալում ենք այն կաղապարներով, նույնիսկ այսօր, որոնք ստեղծվել են սովետական շրջանում հիմնականում 30-ից 40-ական թվականներին։ Հիմա գանք այդ մոդելին, Հայկ, տես այդ շատ կարևոր դու հարցադրում բերեցիր, որտեղ մենք գործ ունենք գրաքննության մեկ այլ ձևի հետ, ես միշտ տարբեր առիթներով հիշում եմ Սիլվա Կապուտիկյանի մի խոստովանությունը Էջեր Փակգզրոցների գրքից, որ գրաքննությունը այնքան էր նստած մեր մեջ, արդեն ասում է, եւ այդ մոտեցումները, խնդիրները այնքան էին քարոզված, որ արդեն գոյություն ուներ ներքին խմբագիր եւ մենք ուղղակի խուսափում ենք այսինչ թեմաներին անդրադառնալու։ Սա իսկապես համակարգային երևույթ է, իսկապես շատ կարեւոր է, որպեսզի մեր ունկնդիրները մեզ հետ գրաքննություն ասվածի տակ չհասկանան պարզապես որոշ հատվածների զեղչում եւ այլն, որտեղ ստեղծվել էր համակարգային մի մտածողություն, որտեղ մեկնաբանական գործիքների մի այսպիսի համալիր, որտեղ տես երկու շատ բնորոշ օրինակ կա, որոնք կարելի է բերել, հատուկ նույնիսկ ուսումնասիրություններ, մենագրություններ էին, պատվիրվում գիտնականներին, որում շատ անվանի գիտնականների բնական հետազոտությունը պետք է ապահովեին, որտեղ հանրահայտ երևույթները հոգևոր տեսանկյունից մեկնաբանվում էին շատ այլ կերպ։ Երկու օրինակ եմ ընդհանրապես բերում, տես հայտնի մոտեցում կա, որը դու նշեցիր մինչև այսօր շարունակվում է, որ
Գրիգոր Նարեկացու որոշ տաղեր ոչ թե հոգևոր բնույթ ունեն, հա, ոչ թե այդ տաղերում Գրիգոր Նարեկացին պատկերել է ոչ թե Մարիամ Աստվածածնին, այլ պատկերել է իր սիրած կնոջը։ Հա, սա, ահա այդ մեր հոգևոր գրականության, մեր տաղերգության էությունը, բնույթը աղարտող մի սարսափելի տեսություն է, հա։ Առաջին հայացքից հետո այնպես մեկնաբանվեց, որ թվում էր թե դա լավ բան է, որովհետև տեսեք, ասում են Նարեկացին վերածննդի մեծ ներկայացուցիչ եւ առաջին անգամ նա է պատկերել իրական կնոջը, իրական մարդուն։ Թվում է թե այսպես առաջադեմ մոտեցում է, չէ՞, շատ նրբորեն է արվում, բայց իրականում այս կերպ այսակ բելուծությամբ ոչնչացվում էր մեր հոգեվոր գրականության ամենակարևոր էություններից մեկը, ամենակարևոր բաղադրիչներից մեկը։ Մյուս կարևոր գործոնը մեր իրականության մեր մշակույթի մեծերին, դե գիտեք, միջնադարում մեր մեծերի մեծագույն մասը բնականաբար հոգևորականներ էին, Մաշտոցից սկսած մինչև Տաթևացի, մյուսներ եւ այլն, նրանց կենսագրության որոշակի սոցիալականացումն էր։ Աշխարհիկացումը, սոցիալականացումը, աշխարհիկացումը, ընդ որում աշխարհիկացումը կապելով այդպես ներքին խավերի հետ եւ դրա հանրահայտ օրինակը մինչեւ այսօր ցավոքելի շատ տարածվող, փորձում ենք իմա, չէ, դասագրքերում, բուհերում, ամենատարբեր տեղերում նորագույն ուսումնասիրություններով եւ խելքին մոտ հիմնավորումներով փոխել, բայց այդուհանդերձ այն հայտնի նախադասությունը, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 թվականին Տարոնի Հացեկած գյուղում շինական Վարդանի ընտանիքում, հա, սա ահա էլի նման մոտեցման գրաքննության անուղակի, բայց սարսափելի մոտեցման ամենաբան արտահայտություններից մեկն է։ Բաներ էլ կան, եթե մենք այդ շրջանի դասագրքերը, քրեստոմատյաները, ուսումնասիրությունները կարդանանք, մասնավորապես Մկրտիչ Մկրյանի կազմած եւ հեղինակած գրքերը, մենք այնտեղ կտեսնենք այդ սովետական իրականության եւ գաղափարախոսության ամենաայսպես կարևոր գործիքներից մեկը հասկացությունները փոխատեղելը, այսինքն մի հասկա, երբ որ մի երևույթի հասկացության փոխարեն այլ երևույթ ես ուրեմն առաջ բերում եւ այդպես ես ներկայացնում։ Մասնավորապես օրինակ, եթե Մկրտիչ Մկրյանի 1940 թվականի հայ գրականության պատմության առաջին հատորը թերթենք, հենց ամենասկզբից որևէ խոսք չկա, որ այս հեղինակները հոգեվորականներ են։ Երբևէ չի նշվում գրեթե նրանց կրոնական ուրեմն աստիճանները վարդապետ են, աբեղա են, չգիտեմ, եւ այլն, այս մյուս կողմից։ Երկրորդը, ուրեմն նրանց անվանում է գիտնականներ, օրինակ պատմիչներին Մկրտիչ Մկրյանը անվանում է գիտնականներ, այսինքն նրանք հոգեորական պատմիչներ չեն, որոնք շատ կարևոր ջատագովական գրականություն են ստեղծել բացի բուն պատմագրական երգերը։ Ուրեմն կրոնական բանաստեղծությունը կոչվում է խոհական կամ ռետորական։ Աղոթքը պոեմ, ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացու դեպքում է, այսինքն աղոթք բառ կամ աղոթամատյան ընդհանրապես չկա։ Դե տես հիմա դրա երկրորդը մենք կրում ենք, չէ՞, այսօր։ Հա, ուղղակի շրջանցում են, ուրեմն Նարեկացուն իհարկե այնտեղ շեշտվում է նրա հոր, ուրեմն որոշակի այսպես խնդիրներ, աղանդավորական այս մեղադրանքներ, բան Նարեկացուն նույնպես համարում են, ուրեմն այդ նախ միստիկ բանաստեղծ են համարում, հետո սկսում են բացատրել միստիցիզմը հղում կատարելով Էնգելսի գերմանական միստիցիզմի հետ կապերով անմիջապես, որպեսզի բան չստեղծվի, հետո այստեղից գալիս է մի ուրիշ թեզ, որ իհարկե Նարեկացին այդ միստիկի գլխավոր ձգտումն է հասնել ձուլվեր աստվածային էության, երբ որ չի հասնում, ընդվզում է Աստծո դեմ, այսինքն միանգամից ստեղծվում է Նարեկացու այս Աստծո դեմ ընդվզումը եւ շեշտվում է որ սա հակաեկեղեցական գործունեություն է, անտեսելով ուղղակի, որ Նարեկացու հենց Մատյանի վերնագրում նշված է, որ սա գրվել է կրոնավոր եղբայրների խնդրանքով։ Այսինքն այս բոլոր ու շատ այդ տեսակ, ասենք կրոնաբարոյական բանաստեղծություն է կոչվում կամ այդ նույն գարնան տաղերը, որոնք մենք այսօր միջնադարյան տաղերգության շատ հեղինակների, օրինակ Կոստանդին Երզնկացին, Աղթամարցին եւ այլ հրաշալի մենք գարնան տաղեր ենք համարում եւ նաեւ էլի մեր գրականագիտությունը կրկնում է որ սրանք աշխարհիկ տրամադրություններ են ներկայացնում, բայց այստեղ ամբողջությամբ անթեսվում է կրոնական խորհուրդը, այդ ծաղիկներ կան այնտեղ, Քրիստոսի խորհուրդ ունեն, առաքյալների խորհուրդ ունեն, այսինքն գրեթե ամբողջությամբ շրջվում են հասկացությունները եւ տանում են դեպի աշխարհիկացում։ Այն էլ ինչ որ կրոնական է համարում են միջնադարյան սահմանափակ աշխարհայացք։ Այ հենց այս բնույթ, այո, սխոլաստիկ սահմանափակ, բայց անպայման ուրեմն այս առանձնացրած հեղինակ
հեղինակները, իհարկե այստեղ ֆրիկն է առանձին տեղում, զարմանալի է, որ նույն Մկրտիչ Մկրյանը Կոստանդին Երզնկացունել է առանձնացնում, ուսումնասիրում եւ նաեւ իր կազմած քրեստոմատիաներում դնում, որը ակնհայտ ուրեմն կրոնական, աստվածաբանական բանաստեղծություն է, բայց իհարկե մենք այս բաները չենք տեսնում։ Այսինքն սա նսեմացում է այս բանաստեղծության, իրական այս բանաստեղծության խորհուրդներից հեռացում է, այսինքն այդ աստվածաբանական նշանակությունը, խորհուրդները, մարդու եւ Աստծո հարաբերությունը, կրոնական ծիսական խորհուրդների ներկայացում ամբողջությամբ անտեսված է եւ կարծես թե թվում է, որ լավ է, այսինքն այս մարդիկ միշտադարում այնքան առաջադեմ են եղել, որ աշխարհիկ բանաստեղծություն է ստեղծել եւ սրա կողքին էլ բնականաբար դնում են վերածնունդը, որպեսզի ասեն այո եւ կարծես թե մենք լավ բան ենք ասում, բայց իրականում ամբողջությամբ շրջված ձևով են ներկայացնում եւ կրկին նսեմացնում են թե եկեղեցուն, թե այս հոգեորականների կողմից ստեղծված գրականություն եւ շատ նեղացնում են այս գրականության գաղափարները, իմաստները, իմաստային շրջանակը ընդհանրապես։ Եվ տես դա իր ազդեցությունը, որպեսզի պատկերացնենք նաև դրա շղթայական ազդեցությունը, հա, որովհետև հա թվում է թե մի գիտնական արել է եւ այլն, լավ, մեկնաբանեց թողից, բայց հետեւողական աշխատանքեր տարվում, որպեսզի նմանատիպ պատկերացումները արտացոլվեն նաև մշակույթի այլ ճյուղերում։ Հա, տես, եթե օրինակ մենք վերցնենք այդ շրջանում պատմական թեմատիկով գրված գործեր եւ այլն, ապա էլի մեր միջնադարի հեղինակների մեջ, գիտեմ, նրանց կենսագրությունների գեղարվեստականացումներում այդ աշխարհիկությունը, ընդվզումը եկեղեցու դեմ ուզած շեշտվում էր, հա, չգիտեմ, եթե ֆիլմեր նույն այդ Սայաթնովայի կերպարը, հա, եկեղեցականի իր կյանքի վերջում սոցիալական տարբեր շերտերի խնդիրը կա իշխողների եւ ստորին դասի, այսպես ասած, բայց դա այդ միտումներից մեկի արտացոլումն էր։ Սա մեկ, երկրորդը այս մոտեցումը արտացոլվում էր նաև մեր միջնադարյան հեղինակների բնագրերի ուսումնասիրության այս հարցում։ Եվ դու նշեցիր Ֆրիկյանը, պատահական չի, որ առաջիններից մեկը դեռ նույնիսկ Գիտությունների ազգային ակադեմիան չկար, Արմֆանի, ահա, այդ ֆոնդով, առաջիններից մեկը մեր տաղերգուներից գիտականորեն հրատարակվեց հենց Ֆրիկի դիվանը, հա, էլի նույն Մկրտիչ Մկրյանն է արել, ճիշտ է այնտեղ բառերը բնագրին ինքը մնացել է հարազատ, բայց բավական է կարդալ միայն այդ առաջաբանը, որպեսզի պատկերացնես, թե ինչ մոտեցումներ կան, հա, Ֆրիկը դառնում է միջնադարից ամենայնի խոշորագույն բանաստեղծը հենց միայն այն պատճառով, որ ունի ընդվզում Աստծո դեմ, չգիտեմ, ճակատագրի դեմ եւ այլն։ Այսինքն այս տեսակ մոտեցումները ֆետիշացվում էին, որը արդեն մեկ այլ շղթայական ազդեցություն, սա արդեն իր բանն էր բերում նաև ազդեցություններ թողնում նաև ստեղծվող գրականության վրա, ժամանակակից գրականության վրա։ Հիմա ասենք շատ-շատերը կարող են մտածել ինչու, օրինակ Չարենցը չունի, հա, այդքան օգտվել է միջնադարյան գրականության բառուբանից, ոճամտածողությունից, բանից, բայց միայն օրինակ կյանքի վերջում գրեց լերանաղոթքը, հա, միայն կյանքի վերջում այդ բանտարկված այսպես կոչված շրջանում ինքը իսկապես անդրադարձավ են հոգևոր մեծ խորհրդին, որ ունի մեր միջնադարյան գրականության նորովի գնահատեց մեր մեծերին եւ այլն։ Տեքստերի խնդիրը չի եւ դրանց մատուցման խնդիրը չի, այլ ընդհանուր աշխարհայացքն է փոխվում։ Դες աշխարհայացքը ոնց է փոխվում, այդպես երբ որ ուզում ես ամենաշատը փոփոխությամբ, լեզվի փոփոխությամբ, այսինքն դրանց շուրջ ստեղծված դիսկուրսի փոփոխությամբ եւ այլ ավել հետաքրքիր մի օրինակ, երբ թերթում ես օրինակ 30-ականների թվականների խորհրդային գրականություն ամսագիրը եւ ես հիշում եմ կարծես թե 35 թվականի մի այդպես բան կա, բանավեճ կա եւ այնտեղ ծավալում է բանավեճը ուրեմն Վարդան Այգեկցու աղվեսագրքի թարգմանության շուրջ, այո, Բակունցը կատարել է գրական թերթը եւ խորհրդային արվեստը, եթե չեմ սխալվում, ողջունել են դա, իսկ խորհրդային ուրեմն գրականությունը անմիջապես հակադրվում է, որովհետեւ չէ, ընդհակառակը չեն ողջունել այս ամսագրերը եւ ասեն ինչու գրափարից պետք է թարգմանվի եւ շատ բան կորսվում է այս թարգմանության ընթացքում, իսկ այստեղ խորհրդային արվեստի ուրեմն
խորհրդային արվեստն խորհրդային գրականությունն անդրադառնում է եւ ասում է, որ պետք է թարգմանվի, որովհետեւ դրանով գրափար հրատարակությամբ հակադրվում են ներկայի եւ անցյալի դասականները, այսինքն այս լեզվի միատեղումը կամ նույնականացումը, եթե կարելի է ասել, փոփոխությունը, որը խորհրդային այս կայսրության գաղափարական ամենակարևոր խնդիրներից էր, էլի, որպեսզի լուծի այդ հին լեզուների խնդիրը։ Նաեւ դա, դու ասում ես բառերը փոփոխություններից շատ ու այլ եւ ուղղակի մեկնաբանական տեսանկյունից, դասակարգային պայքարի տեսանկյունից, եկեղեցական կամ հակաֆեոդալական, այսպես պայքարի տեսանկյունից, գլոբալ եւ գաղափարական սա հարցադրումներ հարատավոր մի բան է, որի հետքերը մենք այսօր էլ տեսնում ենք, ոչ միայն հենց միջնադարի վերաբերյալ, այլ այսօր էլ մենք տեսնում ենք նման միակողմանի տենդենցիոզ քաղաքական նպատակներին ծառայեցվող մեկնաբանություններ գրականության, որ անչափ վտանգավոր տեղ է դառնում, այսինքն այն հիմնական հոգեվոր փիլիսոփայական, աստվածաբանական, կարևորագույն մարդու տեսադաշտը բացող, ավելի կարևոր բաների ուշադրությունը հրավիրող, որը գրականությունը բերում էր, մասնավորապես միջնադարյան գրականությունը, այսօր էլ գուցե ժամանակակից գրականությունը կամ մեր դասական գրականությունը, դրանից շեղվում է ավելի մասնավոր խնդիրների վրա։ Եվ հաճախ կեղծ ուղղակի։ Քո ասած այդ իհարկե լիովին համաձայն եմ, հատկապես իսկապես ցավալի է դրանց այդ միտումների նստվածքը եւ այսօր գոյությունը, հա, դա եւ շատ մարդիկ, հա, այլի առաջադեմ Երևալու համար այդ տեսակետները բերում են, առանց պատկերացնելու, որ ուղղակի ես թվում է, որ մեր հեղինակ ավելի ժամանակակից է դառնում, երբ որ դու ընդհանրապես միջնադարի խորհուրդը չես հասկանում, նրանց մղումները չես հասկանում, այդ տեքստերի նշանակությունը չես հասկանում, ու դրանք դիտում ես որպես ինչ որ ժամանակակից արդի բաների տեսանկյունից։ Տես, դա իր հերթին այդուհանդերձ ես կուզեի մի շատ կարևոր բանի մասին խոսել, եկելի դասագրքերի ուսումնասիրությամբ, մասնավորապես գրականության դասագրքերի, հա, որտեղ տեքստեր են, հա, եւ այդ տեքստերի մեկնաբանություններ են, հարցեր են եւ այլն, օրինակ Չարենցը կազմել է բազմաթիվ դասագրքեր եւ բավական է եւ ուսումնասիրել է դասագրքերը թեկուզը պանցիկ հստակ կերևա որ իհարկե անկախ Չարենցի նպատակադրումներից բարձր ճաշակից եւ այլն հստակ է նաեւ այդ քարոզչական կտորը որ կա եւ զարմանալի է որտեղ դու ասում ես 30-40-ական թվականներին ելի եմ ասում միտումներ կան որ տևում են մինչեւ այսօր այդ շրջանում այդ նույն դասագրքերում երեխաների համար որտեղ քարոզչությունը այդտեղից պետք է սկսել որտեղ պետք է նստված տալ այնպիսի փոփոխություններ են արել զավեշտալի, որոնք հետո նաև մեր գրողների ոչ միջնադարի տեքստերի կանոնիկության վրա են ազդել, երկու շատ հայտնի օրինակ կա, դրանք բերեմ, Թումանյանը ունի Սարի լանջին, ժայռի տակ, ջուրեր բխում սանորակը, աղբյուրին բանաստեղծություն է, որտեղ անցորդը խմում է այդ աղբյուրի ջուրը, զովանում է եւ ասում է օրնում է, չէ, հետո գալիս է եղնիկը, թե եղջերուն, խմում է այդ բաղջրից, ասում է հետո նայեց նա Աստծուն Թումանյանի բանաստեղծության մեջ այդպես է, հետո նայեց նա Աստծուն։ Բոլոր խորհրդային շրջանի դասագրքերում մինչև 89-90-ական թվականներից, որ 90-ականներին սովորում էի, էլի այդպես էր փոխված։ Աստծուն բառը փոխարինված էր հեռուն բառով։ Այսինքն այդ երևույթների նման նաև մոտեցում կար կամ Մուրացյանի Գևորգ Մարզպետունից հայտնի հատված կար, հա, ծովամարտի, որ անդրադառնում էր դասագրքերում մի ծաղկով գարուն, հա, երբ որ վերջում Գևորգ Մարզպետունին գալիս է եւ կասկածողին Վահրամ Սեպուհին կարծեմ հարցում ասում է, տեսար, որ մի ծաղկով գարուն բացվեցավ, Մուրացյանի տեքստում գրված է, որ օրհնյալ է Աստված բացվեցավ։ Իսկ մեր դասագրքերում օրհնյալ է Աստված արտահայտությունը բացակայում, պարզապես գրված է բացվեցավ։ Ժպտաց ասում է եւ այլն։ Այդ տեսակ օրինակներ կարող ենք բերել, օրինակ բանահյուսությունից։ Թե սրանք փոքր բաներ են, բայց սրանք միջոցով ահա ամրագրվում էին այն քո բերած մեծ օրինակները, որպեսզի դրանք որպես այսպես հետևություն եզրահանգում որևէ կասկածի տեղ չթողնեն։ Աստված եւ ճակատագիր բառեր օրինակ նույն բանահյուսության մեջ, եթե չեմ սխալվում, Անխելք Մարկ թե որ հեքիաթի թարգմանության մեջ հերոսը երբ որ պետք է Աստծո մոտ գնա, գնում է ճակատագրի մոտ, բախտի մոտ եւ Մարիետ Աշայանն այդպես ռուսերեն թարգմանել օրինակ Սասնածռեր էպոսի մասին առիթ եղել է խոսելու այստեղ այդ ամբողջ հակա աստվածական, այս աստվածային ուրեմն պատկերացումները փորձել են ներդնել եւ 30
2019 թվականին կազմում էին համահավաք եւ համահավաքի կազմողներին պարտադրում էին ուղղակի հանել Աստված, քահանա, խաչ, բոլոր այդ հասկացությունները, որոնք քննարկումների ժամանակ Մանուկ Աբեղյանը այդ համահավաքի կազմակերպիչներից մեկը հակադրում է, որ սա ժողովրդական մշակույթի մտածողության արտահայտություն է, մենք այստեղ կկեղծենք եւ այս պայքարների արդյունքում որոշ բան մնացել է, բայց այդուհանդերձ շատ ուրիշ բաներ են ընդգծվել, օրինակ, չգիտեմ, իշխողների, այս տարբեր շերտերի պայքարը, հակաֆեոդալական, Սասունցի Դավիթը, որ Սասնո թագավորը ներկայացնում է որպես հասարակ մի տղա ավելի շատ, կամ ուղղորդվել է այս ուսումնասիրությունները ուղղորդվել են ավելի շատ դեպի էպոսի հեթանոսական, ուրեմն այս խորքերը, այո, շերտերը, երբ որ քրիստոնեական ակնհայտ շատ հարուստ շերտեր կան եւ ամենա իր ամբողջ կոնցեպցիայով մեր Սասնածռեր էպոսը քրիստոնեական ստեղծագործություն է, շատ կարեւոր, ուրեմն ուղումներով, եթե նույնիսկ հիշենք հերոսների այս ամենակարևոր աղոթքը հացն ու գինի տեր կենթանի Մարութա Սուրբ Աստվածածին եւ քրիստոնեական հավատալիքները ժողովրդական իհարկե տարածված եւ նաեւ հենց բուն եկեղեցական ծեսեր եւ այլն էպոսում լիուլի կան, որոնք անտեսվել են եւ այսօր շարունակում են անտեսվել, որովհետեւ ուրիշ խնդիր կա, այ ինչպես խորհրդային շրջանում փորձում էին համադրել եվրոպական մշակույթի վերածննդի մշակույթի մեջ այսպես ճանապարհ բացել այս ստեղծագործությունների այլ մեկնաբանությունները, այսօր էլ մեզ այսպես ավելի գրավիչ է թվում էպոսի առասպելական խորքերի ուսումնասիրությունը հին հնդեվրոպական եւ այո, որպեսզի այո, նաեւ մեր ազգային սնապարտության վրա ազդելով, որպեսզի մենք համարենք, որ այն իսկ քրիստոնեական շերտերը այդպես պատահական բաներ են կամ նույնիսկ չկան կամ ժողովրդական պարզունակ մտածողության արտահայտություն են, բայց դրանք խորքային աստվածաբանական գիտելիք են, խորքային աշխարհի ընկալման մի նոր ուրիշ ձևեր են, որոնք իհարկե կան, ոչ մեկ չի անտեսում այդ հեթանոսական խորքերը կամ ուսումնասիրության այդ մեկնաբանության տեսակները, բայց նաև շատ կարևոր է այս տեսանկյունից, որովհետև այս ժողովուրդը դարեր շարունակ քրիստոնեական այս մշակույթի մեջ ապրում է, ձևավորել է իսկապես հոգևոր, ուրեմն մեկնողական եւ այս տեսակ հոգևոր եկեղեցական գրականության շատ հարուստ միջտեմարան, որը այսօր անհասանելի է մեր ժողովրդին, որովհետեւ ներկայացվել է պարզունակ այլ բաների վրա շեշտադրումներ կատարելով, օրինակ մենք նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ զրուցում էինք հենց մեր միջնադարյան տաղերգության Սուրբ Գրիգոր Նարեկացու ստեղծագործության այս տեսանկյունից եւ մենք զարմացած էինք կամ շարականների մասին, թե ինչ խորքեր, այո, ինչ համակարգ ունեն, եթե հեռուստատողները չեն դիտել, կարող են նայել Արուսյակ Թամրազյանի հետ մեր զրույցը, տեսնել ինչ խորքեր ունեն, որոնց մենք գրեթե անծանոթ ենք։ Իհարկե դա որոշակիորեն բարդ է, բայց երբ որ աստիճանաբար այդ շեշտադրումներով գնաս, իհարկե մարդկանց հայացքը կբացվի։ Անընդհատ ուրիշ բաների են վարժեցրել, տես սա բերել է նաեւ նրան, օրինակ, որ մեր քննարկության մեջ էլ, հա, այդ ամբողջ շրջանում, որ ուշադիր լինես, այ կտեսնես, որ նույն այդ հոգևոր բանաստեղծության տարեր բան շատ ավելի ուշ մտան։ Հա, ասենք, եթե Պաուր Սևակի Եղիցի Լուիսը այնտեղ Վահագն Դավթյանի որոշ բանաստեղծություններ եւ այլն եւ այլն, այսինքն այդ ճակերտավոր գրաքննությունը այնքան ազդեցիկ էր, այնքան նստած էր, հա, կամ նույն թե Պաուր Սևակի դեպքի հիշենք նրա Շապուլ Բագրատունու մասին տեխնոլոգիական ժամանակ ավելի խստացին պատմական թեմաները, այդ դեռ դա 40-ական թվականներին, տես, մեր հոգևոր բանաստեղծությունը մեր պոեզիայի, պոետիկայի մաս դարձավ 60-ականներից հետո միայն։ Նույն Սևակ Եղիցի Լույս, հետո Հակոբ Մովսես, բան մյուսներ եկան, Աշոտ Ավդալյան եւ փորձեցին այդ մեր տեքստերը վերստին կիրառության մեջ դնել։ Այսինքն տես այդ քարոզչական գաղափարական աշխատանքը այդուհանդերձ իր մեծ դեր է կատարել եւ ես ելի եմ նշում, դա չի արտահայտվել միայն այդ գրականության մեկնաբանման վրա։ Դա շղթայական ազդեցություն է թողել արվեստի տարբեր ճյուղերում նույն քանդակագործության մեջ ամենատարբեր մոտեցումներում, չգիտեմ, նկարչության մեջ, մյուս տեղերում եւ մշակված քաղաքականության ձևով 20-30-ական թվականներից սկսած կուսակցական ճառերով տարբեր ուրեմն այսպես մասնագիտական շրջանակների քննարկումներով որոշակի այսպես քաղաքական նորմեր են կազմվել, որով էլ ձևավորվել է այս տեքստերին մոտենալու, մեկնաբանելու, դրանք ներկայացնելու կերպերը, ծառայեցնելով այդ հիմնական, այո, գաղափարախոսությանը բնականաբար իհարկե արդեն քրիստոմատիաներում, դասագրքերում հատվածների ձևով ուշադրությունը շեղել են անկարևոր բաների վրա, ոչ ստեղծագործության հիմնական իմաստները եւ իհարկե երբեմն նաեւ ուղակի զեղչումներ են եղել, կրճատումներ են եղել, փոփոխություններ են եղել։ Նաեւ որոշակի դիտավորությամբ, օրինակ, չգիտեմ, 30-ականների, 40-ականների հատկապես հին գրականությանը վերաբերող քրիստոմատիաների եթե նայես, որ էլի Մկրյանն էր կազում իդեպ, տես մի էլի դեպք հիշեմ, որը շատ տիպական է այդ շրջանի
չակերտավոր գրականության համար, էլի սա շատ խորքային գրականություն է ստեյության, որտեղ քարոզչաբար է արվում։ Տես Փավտոս Բուզանդի գրքից սքանչելի կտորներ կան, չէ՞, այս պատմությունից կարելի առանձնացնել որպես զրուցարան եւ այլն, բայց պարբերաբար ամենահաճախ այդ քրիստոմատյաներում հայտնվող կտորը հայտնի Հովան եպիսկոպոսի մասին դրվագն է, հա, որը, ասենք, այն բացառիկ կտորներից է մեր պատմագրության մեջ, որտեղ այդ խստությամբ, չգիտեմ, ծաղարվում է հոգեբորականը, բայց տես այդ խորհրդային գաղափարախոսությունը դա ֆետիշացրել է եւ անընդհատ այդ հատվածի կրկնությամբ ներկայացմամբ մեկնաբանբամ դրա շուրջ հարցերի կառուցումով բերում էր այն տպավորությունը, որտես ահա ամբողջ գրքի մի հսկա մասը նվիրյալ հոգեորականների մասին է, Սուրբ Ներսես Մեծիկեպա եւ այլն, էլի։ Այնպես որ սա շատ հետաքրքիր եւ կարեւոր թեմա է, որը կարծում եմ պետք է արծարծվի, ոչ թե գրաքննադատության պատմությունը ուսումնասիրելու տեսանկյունից, այլ հատկապես մեր մտածողության այսօրվա կաղապարների ընկալման եւ իհարկե այս ամեն ինչից այսօր էլ մենք ազատագրվելու խնդիր ունենք եւ մեր այս հարուստ հրաշալի մշակույթը նորովի ծանոթանալու եւ ընկալելու հուսանք, որ մեր հեռուստադիտողները մեր խորհուրդներին կանսան եւ այլ հայացքով կփորձեն ուսումնասիրել մեր այս հարուստ հրաշալի միջնադարյան գրականությունը։